Պարոն Հակոբյան, ինչու որոշեցիք չառաջադրվել կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվելու համար եւ ձեր որոշման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում ունեցել եք, ինչպես է նա վերաբերում ձեր որոշմանը։ Ուղղակի չուզեցի առաջադրվել, քննարկում ունեցել եմ այդքան։ Չէ։ Ինչպես Ավելի կոնկրետ բնականաբար պետք է տեղյակ պահեի եւ տեղյակ եմ պահել։ Ինչպես արձագանքեց։ Շատ նորմալ։ Պարոն Հակոբյան, տեսեք, որ ասում եք ուղղակի չուզեցինք պատճառ, այսինքն ինչու չուզեցիք, ինչն էր պատճառը։ Չէ, որևէ պատճառ չկա։ Ուղղակի մի քիչ դադար վերցնեմ ակտիվ քաղաքականությունով զբաղվելու։ Դեռ չգիտեմ։ Չէ, քաղաքականությունից ներողություն։ Չէ, քաղաքականությունից դուրս չեմ գալիս, կլինեմ կուսակցական, կարծում եմ կմասնակցեմ կուսակցության նիստերին, ոչ այդքան ակտիվ, բայց այնուամենայնիվ կմասնակցեմ կուսակցության նիստերին, բայց շատ այսպես ակտիվ քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Պարոն Հակոբյան, տեսեք, ձեր գործընկերներից Քրիստինե Պողոսյանն ասում է, ուզում է վերադառնալ արվեստին, նկարչության, այսինքն իր նախկին մասնագիտությանը։ Հնարավոր է ձեզ նորից տեսնենք հեռուստաէկրանին որպես դերասան։ Իսկ բիզնես կդնեք։ Ինչի։ Նոր, ես հին բիզնես չունեմ, որ մի հատ էլ նոր բիզնես դնեմ։ Չէ, որ ասում եք նոր բիզնես կդնեք։ Բիզնես կդնեք։ Չեմ կարծում, չեմ մտածել դեռ այդ ուղղությամբ։ Բացառում եք, որ ձեզ տեսփան ուղարկեն։ Չեմ մտածել դեռ այդ ուղղությամբ։ Ինչով եք զբաղվել։ Չգիտեմ դեռ ինչով կզբաղվեմ, դեռ չեմ Բացառում եք, որոշել։ որ տեսփանի պաշտոն կստանաք։ Նման քննարկում դեռևս այս պայդրությամբ երբեք չի եղել, որ ես որովհետև դեսպան նշանակվեմ։ Այդպիսի քննարկում առաջի անգամ եմ լսում ձեզնից։ Առաջարկել կհամաձայնեք, եթե առաջարկ լինի։ Չգիտեմ, չեմ Այսօր Աննա Հակոբյանը այդպիսի քննարկում էլ չի եղել, ընդհանրապես հետագա իմ աշխատանքի հետ կապված քննարկում չի եղել։ Այսօր Աննա Հակոբյանը գրառում էր արել 8 սուպերմարկետների վերաբերյալ, ասում է, որ անդադար փորձ են անում կապել իր հետ, ինքը հերքում